Ով ասեց։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց, դուք Ռիփսիմե Ջեբեջանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Ռիփսիմե Ջեբեջանին է հնարավոր ենթարկել բուլինգի։ Հանգստացեք, տես չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Ռիփսիմե եք, ասի մենակ Ռիփսիմեին վերաբերյալ չի, դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Հա, այլ հարց ունեք։ Մի րոպե, սպասեք։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդրադառնում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին։ Ի՞նչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեւ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործունեության մեջ եմ պարբանված։ Այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Դուք քննադատում եք պատասխանատուներին, որոնք Ես բոլորի հարցերին պատասխանել եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։ Հնարավոր է, շնորհակալ, մի գնացեք։ Վերադառնալով Գյումրու ընտրություններին, Վարդան Ղուկասյանը երեք հարցազրույց է տվել եւ կներեք իր բառն ասում ԿՊԱ-ականներին անվանել անդաստի արագ եւ նաեւ նշել, որ իրեն Վարդանիկով են դիմում նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք բոլոր նրանց, ովքեր Չէ, բայց Ռուբեն Մխիթարյանը տենց բան չի։ Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ Պրիդյոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի։ Ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, ես Ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու։ Այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով է ասում, բայց հասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Ով ինքը իր փոքրիկ շրջապատը։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Ինչ։ Չէ, փաստաթուղթ ասեք, դուք բան ասացիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանի սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույցն է։ Հարգելիս, օրախալ իմ ու ձեր գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա։ Դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող են ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց կա միջազգային կառույց։ Հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում, ասում եմ անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբան եմ, բայց դուք ձեր շրջապատում ձեզ թվում է դուք տենց համարում եք, որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։ Հենց այս իշխանությունը պետք է միջազգային կառույցների ասած չասածներին ուշադրություն եք դարձնում, հենց պետք չէ, ասում եք, օրինակ, երբ որ Freedom House-ը արձանագրեց, որ Հայաստանի ժողովրդավարության հետընթաց կա, ԿՊ խմբակցությունից հայտարարեցին Freedom House-ները չէ, որ պետք է որոշեն Հայաստանի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական հայտարարության հետևից դուք պետք է գնաք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ եւ պետք է գնաք կոնկրետ
կառույցների դիրքորոշման հետևից, որովհետև այն բոլոր միջազգային զեկույցները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք Եվրոմիության հետ խոսել, առևտուր անել եւ այդ ամեն ինչը առաջ տանել, Հայաստանի այսօրվա իշխանության կարևոր նպատակներից մեկն է եւ մեր հաղթանակներից մեկն է։ Եվ մամուլի ազատությունը դրա վառ օրինակ։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ մի հարցումի հետ կապված մեկնարկին հարցական հարաբերությունների։ Եթե օրինակ այնպես ստացվի, որ Գյումրիում մեծամասնության ձայները որևէ ուժ չստանա, օրինակ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր համագործակցություն կարող է լինել իշխանություն կազմելու համար։ Մենք տենց բան չենք քննարկել եւ ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր է իմ անձնական կարծիքը, որ չէ, հիմա եմ պայմանական, հա, չնայած ես դրան չեմ հավատում, բայց եթե կրվենք, ինչն է խնդիրը։ Չէ, խնդիրը այդ չէ, թե նկատեմ համագործակցությունը, կոալիցիա կազմել, որ իշխանություն ձևավորվի Գյումրիում։ Դե ես 5 րոպե առաջ ասացի, որ իմ կարծիքով իր տեղը հենց իր բերած օրինակ բանտում է։ Հիմա որ քննարկում լինի, ես այդ նույն բանը կրկնելու եմ եւ կարծում եմ իմ գործընկերները կլսեն իմ ասածը եւ իրանք էլ կկիսեն իմ կարծիքը։ Չեմ քնած բան չեն քննարկել։ Եվ պարոն Սիմոնյան, կրկին հայ-ռուսական հարաբերություններին, բայց ապաշրջափակման թեմայով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնություն ամեն դեպքում առաջարկները, որ ուղարկվել են, պատասխան չկա, համաձայնություն չունեն։ Պրոցեսը շարունակվում է։ Բոլոր տրեկերով քննարկումը շարունակվում է։ Հնարավոր է քննարկման արդյունավետության կամ այլ հանգամանքներից ելնելով վերադառնալ օրինակ այն եռակողմ ձևաչափին, որ գործում էր ապաշրջափակման հարցով հուստական միջնորդությամբ։ Դες բան չի քննարկվում։ Այս բան մենք չենք քննարկում, չենք խոսացել։ Չգիտեմ, որտեղից եք այդ։ Ես անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնելու թե դրական, թե բացասական առումով դադարեցրեք։ Փակեք այդ թեման։ Ասարիփ Սիմոյան։